Գեղեցիկը տեսնելու և արարելու համար հավատացեք մեծ միջոցներ պետք չեն։ Երբեմն հարկավոր է ընդամենը մի փոքր սեր և անսահման երևակայություն։ Երբ թափոնը դառնում է արվեստ, իսկ ցանկությունն իրականություն։ Մաչանենց միջազգային պատկերասրահում բացվեց Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի սաների աշխատանքների ցուցահանդեսը։ Հատկապես նոր սերունդը պիտի իմանա, որ կյանքում ոչ մի նյութ, ինչպես ընդունված է գիտության մեջ, չի ավարտվում, չի վերջանում, այլ մի ձևից փոխվում է մյուսը, եւ բացի դրանից մենք աշխատում ենք ոչինչից լավ բան ստեղծել։ Սա իմաստը փիլիսոփայությունն ու դրա մեջ է, որ նույնիսկ աղբից կարելի է լավ բան ստեղծել։ Ուղղակի մարդը պիտի ուզենա ստեղծել եւ պիտի կարողանա ստեղծել։ Տաբատի ու զգեստի հնամաշ կտորներ, գունավոր թելեր, կոճակներ ու ավելորդ իրեր։ Գյումրեցի պատանի արվեստագետների ձեռքերում աղբը երկրորդ կյանք է ստացել եւ վերածվել ցուցանմուշի։ Երբ նկատում եմ, որ ինչ-որ հագուստ մաշվել է կամ ինչ-որ բան է վրան եղել, ես փորձում եմ իր մնացած կտորներից ստեղծվել եւս մի նոր զգեստ կամ ինչ-որ մի իր, որը կարողանում եմ հետո օգտագործել, նաեւ հագուստների համար շատ դեկորներ, վրան կոճակներ կամ ինչ-որ բաներ ես փորձում եմ վրան նկարներ անել եւ կպցնել հենց այդ հագուստների վրա շատ գեղեցիկ է լինում եւ այստեղից հետևություն, որ ոչ մի բան աղբ չի։ Ոչինչ դեն չնետել, տնտեսել եւ որ ամենակարևորն է, պահպանել բնությունն ու հոգ տանել մոլորակի մասին։ Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնում նաեւ այսպես են կրթում երեխաներին։ Այստեղ նաև աշխատանքներ կան, որը վերցված է կերպարվեստի երեխաների աշխատանքներից, այսինքն ջրաներգի աշխատանքներից եւ իրենք դարձրել են, ասպես ասած, 3D էֆեկտով աշխատանքներ եւ նատյուրմորտները եւ պեյզաժները, ու ոնց տեսնում եք, ինքը թեմատիկ է, այսինքն Գյումրվա տրադիցիաներով, Գյումրվա ինչ-որ ծիսակատարություններով, տոնակատարություններով եւ մեր բնությունը Հայաստանի Շիրակի դաշտավայրի հիմնականում, այդպես երեխաները շատ ողջևորված են գալիս մեր մոտ, որտեղ սա ճաշակ է զարգացնում նրանց մոտ։ Մաչանեց տան եւ Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնի համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, նշում է Գրիգոր Բաբախանյանը։ Գյումրի քաղաքի հետ մեր կապերը շատ սերտ են եւ համագործակցությունը Տիկին Սուսաննա Մկրտչյանի հետ դեռևս տարիներ առաջ է սկսել, ինքը միշտ մասնակցում է Մաչանենց միջազգային արվեստի սիմպոզիումին, բարբերաբար այստեղ ցուցահանդեսներ են կազմակերպում, մենք ենք այցելում իրենց կենտրոնում ունենում ենք միջոցառումներ եւ այս կամուրջի համար ես շատ ուրախ եմ ու խրախուսում եմ, խնդրում եմ, որ Հայաստանում ապրող գոյություն ունեցող համայնքները իրար գտնեն, կամուրջներ կառուցեն եւ այդ կամուրջները լինեն անխախտ սիրո կամուրջներ եւ դա չլինի միայն խոսքով, ճառերով, այլ լինի շոշափելի գործով, որը կբերի Հայաստանի ընդհանուր մեջքի ամրացմանը։ Սա շատ գեղեցիկ միջավայր է, շատ տրամադրող, շատ արվեստային եւ ես այսօր մենք մեր երեխաներին էլ ենք մեզ հետ բերել, մեր աշակերտներին, կուզենամ, որ սերունդը, մատաղ սերունդը անչափ կապված լինի այս տեսակ կենտրոնների հետ, որովհետեւ այստեղ արվեստ կա սեր, կա մարդկություն, կա բարություն, այդ բոլորը իհարկե բխում է Մաչանենց ընդհանրացած կերպարից։ Երկրորդ կյանք խորագրով ցուցահանդեսին ներկա է նաև Խաչիկ Դավթյանը, նա մի քանի տասնամյակ ընտանիքի հետ ապրում է Չեխիայում։ Խաչիկ Դավթյանը կարոտով է նայում վարպետաց քաղաքի երեխաների աշխատանքներին ու հիացմունքը թաքցնել չի կարողանում։ Ես շատ ուրախ եմ, որ բոլոր երեխաները մեծանում են հայկական շրջապատում, դա շատ մեծ նշանակություն է, որովհետև երեխան հոգից պետք է չկտրվի։ Մենք գնացել ենք ընդ ոչ լավ բաների պատճառով, իսկապես ես զարմացա, որ բոլորը հայերեն են խոսում, ինչ ասեմ ես ձևի շնորհալի մենք երեխաներ ունենք ստեղ, ընդեղ են արդեն զարգացնում այդ բանը։ Պետք է մենք հայկական չկտրենք էլ մեր երեխաներին հայերենից։ Շատ զարմանալի է, որ ասենց մեծ
բանը կատարվում հիմա մեր Հայաստանում։ Ես նույնը պետք է պատմեմ մեր ընկերներին, մեր շրջապատին։ Շատ ուրախ եմ եւ շատ հուզված եմ իսկապես։ Էջմիածնեցի փոքրիկ արվեստագետները հետաքրքրությամբ են մասնակցում ցուցահանդեսին, սա նաև փորձի փոխանակման լավագույն միջոցներից մեկն է։ Իդեպ ցուցահանդեսում ներկայացված բոլոր աշխատանքները պատմում են Գյումրու ավանդույթների, կենցաղային սովորույթների մասին։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։